Պարոն Իշխանյան, արդեն 5-րդ օրն է Խորենացի փողոցում այսպիսի իրավիճակ է տիրում եւ պարեկային ծառայության ՊՊՑ գունդը փակված է ըստ էության մնում եւ սասնածռերը ներկայացնում են իրենց պահանջները, որոնց մասով իշխանությունները դեռևս չի արձագանքում դրանց լուծման մասով։ Նույնիսկ չի արձագանքում, թե արդյոք Ժիրայր Սեֆիլյանին կբերեն այստեղ բանակցությունների, թե ոչ, ընդհանուր առմամբ այս իրավիճակին ինչպիսի գնահատական կտա։ Ես ճիշտ ասած չեմ պատկերացնում արդեն ինչպիսի լինի հանգուցալուծումը, որովհետև իմ պատկերացմամբ իշխանությունները բացարձակապես այսպիսի իրավիճակներին ադեկվատ չեն պահում իրենց, որովհետև նույնիսկ եթե մենք պատճառների մասին առայժմ չխոսենք, ես բազմիցս խոսել եմ պատճառների մասին, թե ինչի հանկարծ այս իրավիճակը ստեղծվեց, եթե չխոսենք ուղղակի abstract մտածենք ինչ-որ պետության մեջ այսպիսի դեպք է եղել, ես պատկերացնում որ պետության ղեկավարը պետք է ուղերձով հանդես գար, հանգստացներ ժողովրդին, ինչ-որ մի բան ասեր, բայց բացարձակապես զգացում է, որ այսքանի ժամանակ թե ինչ են մտածում ժողովրդին հայտնի չէ եւ իրենց եւ ոչ ադեկվատությունը երևում է նաեւ իմ կարծիքով այն բանով, որ նրանք մի կողմից կտրված են իրականությունից, մի կողմից կտրված են, մյուս կողմից դա իմ այս տարիների ընթացքում հասարակության ժողովրդի նկատմամբ իրենց պատկերացումները շատ արհամարհական են եւ իրենց գործողությունները ամսի 17-ից որ եղան, դրանք ավելի գրգռեցին այդ բռնությունները, այդ ծեծը, տարբեր բաժանմունքներ տանել եւ այլն, նրանք ուղղակի նորից եմ կրկնում, պատկերացում չունեն հասարակության մասին։ Եվ այս ամեն ինչ ավելի գրգռվեց, ավելի սրվեց, երեկվա այդ ընդհարումը շատ ավելի իրավիճակը սրեց եւ հիմա ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչպիսի հանգուցալուծում պետք է լինի այստեղ։ Շատ հաճախ են հարցնում, ասում են ինչ կարծիք ունեք, ինչպես պիտի լինի, ինչպես պիտի լինի։ Ես իհարկե բավականին ուշացել եմ, բայց դեռևս ուշ չի ինչի համար, էլի ուղերձով հանդես գալու, հանգստացնելու, ինչ-որ բաներին այդ ձերբակալությունները դադարեցնելու, եղած ձերբակալվածներին ազատ արձակելու, ինչ-որ ձևով իրավիճակը խաղաղացնելու։ Իսկ այս վիճակով անկեղծ ասած ես ինչ եմ գալիս այստեղ, որովհետև ես միակ բանը այն է, որ հավաքվածների դրականը այն է, որ ընդհարում չլինի, որովհետև ցանկացած ընդհարում, լուրջ ընդհարում, առավել ևս եթե ուժային լուծում տրվի այս գործին, ապա դա պետականությանը լուրջ հարված կլինի եւ ես չգիտեմ արդեն ոնց պետք է հասարակությունը եւ իշխանությունը տակից դուրս գա։ Տեսեք, զոհ կա ըստ էության, զոհ կա, զոհ ունենք եւ սրան զուգընթաց տարատեսակ տեսակետներ են պտտվում, ոմանք այս մարդկանց ահաբեկիչներ են անվանում, ոմանք ասում են, որ ապստամբներ են, այլևս ելք չկար, պատրաստվում են իշխանությունները Ղարաբաղում հող հանձնել, տարաբնույթ տեսակետներ են պտտվում եւ վերջնական տեսակետ ձևավորված չէ, այս դեպքում հանրությունը ինչպես է հասկանալու, ինչի հետևից գնալու։ Ես ես դա եմ ասում, որևէ առաջին հերթին համար առաջի գործիչը Սերժ Սարգսյանը պետք է հանդես գար եւ բոլոր տիպի հարցերի պատասխանները ավելի ես ասեմ, ոչ միայն հանդես գար, նա պետք է ընդհանուր մի ասուլիս կանչեր բոլոր լրատվամիջոցներին, ոչ միայն իրեն սպասարկող լրատվամիջոցներին, բոլոր լրատվամիջոցներին կանչեր, իր կարծիքն ասեր եւ բոլոր հարցերին պատասխաներ։ Սա իմ կարծիքով սա կլիներ այն պատասխանը, որ ինչ-որ բան, ինչ-որ հարցերի պատասխան, որ ժողովուրդը սպասում է, օրինակ հողերի հանձնելը։ Բոլորս ինչ-որ լուրջ աղբյուրներից ունենք տեղեկություններ, բայց որևէ բան չի ասում պաշտոնական։ Եվ մարդիկ անհանգստանում են։ Ես Շուշիում եմ եւ մարդիկ անհանգստացած են, որտեղ լուրջ իսկապես խոսակցություններ կան հողերը հանձնելու մասին, բայց պաշտոնական որևէ հաղորդագրություն չկա։ Սա ավելի է գրգռում։ Եվ ես չեմ պատկերացնում, մենք պետության մեջ չկա մարդ պատասխանատու այս իրավիճակի համար, որ ինչ-որ պատասխան չկա, փաստորեն դուրս է գալիս, որ չկա։ Եւ շատ վտանգավոր իրավիճակ է։ Իսկ քանի որ ըստ էության իշխանությունները չեն արձագանքում, այսօր միայն Հովիկ Աբրամյանն է խոսել կարճ եւ դատապարտել է ըստ էության այս գործողությունները եւ ոչինչ չի ասվել նաեւ բանակցությունների մասով։ Այսինքն կարող ենք բանակցությունները մերժված համարել, չնայած այսպես ասած ձևական առումով դրանք ընթանում են։ Ոստիկանությունը խոսում է բանակցությունների մասին, իհարկե մի կողմից կա այդպիսի ինֆորմացիա բանակցությունների մասին խոսակցություններ կան, բայց նորից եմ կրկնում, բոլոր հարցերի պատասխանները չունենք։ Իսկ անորոշությունը ամենավտանգավոր բանն է հասարակության համար, որովհետև ես չեմ ասում սադրիչների եւ այլնի մասին չեմ ասում, բայց այս ժամանակ կասկածամտությունը, ցանկացած ասեկոսը եւ այլն տարածում է եւ ավելի է սրում իրավիճակը։ Այսպես ասեմ, Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներին հասարակությունը զինված պայքարի մանդատ տվել էր։ Շատ բարդ հարց եք տալիս։ Իսկ իշխանության մանդատ տվել էր հասարակությունը։ Շատ բարդ հարց եք տալիս։ Այստեղ
իսկ ընդհանրապես գիտեք ոնց է հարցը, ես հիմա չեմ ուզում ասել իմ տեսակետը չասենք, ընդհանուր ասենք, ընդհանրապես եթե մենք տեսնենք ինչ է նշանակում ինչ որ մեկին մանդատ տալ, դա մեծ աջակցություն, այդ հաշվողով է, սոցիոլոգիական հետազոտություն կա, ինչ կա։ Այլ խնդիր է իրենք անելանելությունից այսպիսի քայլի դիմեցին։ Եվ ես հարց եմ ուղղում, եթե Ժիրայր Սեֆիլյանին հերթական անգամ չզերբակալեին, եթե հերթական անգամ խուզարկությունները չլինեին Պավլիկ Մանուկյան եղբորը չզերբակալեին, եթե այն բանը անհամաչափ պատիժներ տրված չլինեին Շանթ Հարությունյանին եւ Հայկ Գյուրեղյանին, արդյոք այս դեպքը կլիներ։ Ամենայն հավանականությամբ ոչ։ Այսպիսի հարցեր կան։ Իրավիճակից դուրս գալու համար հասարակությունը ինչ կարող է անել, բացի համախմբումից, որովհետև համախմբման պարագայում այստեղ ցուցարարների շարքում հայտնվում են նաև որոշակի առումով ցածրիչներ, որոնք երեկվա իրավիճակին կարող են հանգեցնել։ Օրինակ երեք հրապարակվեց, այսպես ասած, մտավորականության կոչը։ Եթե իսկապես նրանք անհանգստացած են եւ դա պատվեր չէր իշխանությունների կողմից այդպես կոչ անելու, եթե իսկապես մտահոգված մենք ունենայինք հասարակական գործիչներ, ապա նրանք պետք է առաջարկեին ինչ-որ լուծում, որը կարող է երկու կողմի համար էլ լրիվ ընդունելի չի լինել, բայց կարող է լուծում լինել։ Օրինակ, ասենք, ես այդպիսի առաջարկություն արել եմ, նորից կրկնում եմ այդ առաջարկությունը, որ կարծում եմ բավականին արդեն ավելի սրված է իրավիճակը, բայց ամեն դեպքում դա դեռևս ճանապարհ է։ Ասենք խոստանալ համաներում այս գործողության համար, այսինքն այդ կոչը հասարակական գործիչների մտավորականության կոչը պետք է լիներ ոչ միայն ապստամբներին, այլ նաև պետք է լիներ իշխանությանը։ Ինչու իշխանությունը, այսպես ասեմ, ինչու ոստիկանությունը գրոհի չի դիմում։ Ոստիկանությունը ինքնուրույն քայլերի չի դիմում, եթե չկա քաղաքական որոշում։